Պարոն Աշխանյան, ի վերջո Սահմանադրական դատարանը ինչ արդյունքներ կապահովի վերջում, դուք խնդրում եմ նաև ձեր մասնագիտական դիտարկումներ անեք, հաշվի առնելով արդեն պրոցեսի մեկնարկը։ Նախ Սահմանադրական դատարանը շատ մեծ շրջանակ չունի ընտրություն կատարելու, 2-3 գործողություն ունի կատարելու, ստեղ խնդիրն ան է, թե ինքը Սահմանադրական դատարանը կոլեգիալ կազմով կորոշի գնալ իրավական ճանապարհով, իրավական լուծումներ գտնելու եւ փնտրելու ու արձանագրելու ճանապարհով, թե կգնա քաղաքական նախապաշարմունքների ճանապարհով, խնդիրը զուտ դրա մեջ է, թե չէ իրավական գործիքակազմերը հստակ եւ սահմանազատված են իրավական բոլոր կարգավորումներով, այստեղ խնդիրն այն է, Սահմանադրական դատարանը կգնա իրավունքի, պետության, պատմականության ճանապարհով, թե կգնա քաղաքական կարճաժամկետ շահերի ճանապարհով։ Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի կազմը, կառույցի վերաբերյալ ընդդիմության հայտարարությունները, դուք ինչ եք կարծում, որ ճանապարհ եք ընտրել։ Գիտեք, այստեղ իմ կարծելը ու դրա վերաբերյալ կանխակալ վերաբերմունք ունենալը երբեք մեզ չպիտի զերծ պահի օգտվելու բոլոր օրենսդրական գործիքակազմերից, որովհետև հավատալը, հավատ ու հույս ունենալը մի այլ բան է, արձանագրումները բոլորովին այլ բան, այսինքն մենք որևէ բան չանենք եւ ասենք, որ քանի որ չենք հավատում եւ ունենք կանխակալ վերաբերմունք քաղաքական ճաշակների տարբերություն եւ ոչինչ չանել, կարծում եմ շատ ավելի վատ է, քան անել եւ ունենալ կամ չունենալ արդյունք, որովհետեւ մի գործ, եթե չես անում, դու դրա արդյունքի մասին չես էլ իմանում։ Եթե Սահմանադրական դատարանը գտա, որ այդուհանդերձ ամեն ինչ եղել է օրենքի տարին համապատասխան, ուժեղ Հայաստանը ունի պլաններ, ինչ է անում։ Կներեք, այստեղ պլանները այդ ցուցակագրելու մասին չի։ Պայքարը ինքն իրեն ենթադրում է, որ պայքարը չունի ավարտ այնքան ժամանակ, քանի դեռ պայքարի վերջնագետերին չենք հասել։ Ուստի անկախ Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների ընդունած որոշումներից այս պայքարը ունի անուն, այս պայքարի անունը հաղթանակն է, այս պայքարի անունը իշխանափոխությունն է եւ բոլոր գործիքները պիտի օգտագործվեն, թե ուժեղ Հայաստան կուսակցությունը, թե նաեւ ընդդիմությունը, ընդհանրապես ընդդիմադիր տրամադրված եւ քաղաքականապես հասուն մեր հայ ժողովուրդը ամեն ինչ պիտի անի իշխանափոխություն իրականացնելու համար։ Իսկ գիտեք, ամեն մարդ յուրով է պատկերացնում, գուցե իմ կարծիքը այս պահին կանխակալ կամ շատ սուբյեկտիվ կհնչի, բայց ես քանի որ մենք գտնում ենք կոլեգիալության դաշտում, քանի որ մենք գտնում ենք ընդհանուր ընդդիմության տրամաբանության դաշտում, ուստի գնում են հիմա բանակցություններ, գնում են խոսակցություններ, միավորումներ, թե անջատումներ, երբ որ կունենանք անձնականից տարբերվող միասնական վերաբերմունք, այդ ժամանակ յուրաքանչյուրս ովքեր որ պատրաստ կլինի պայքարի այդ ուղղությամբ գնալ, կմիանանք այդ պայքարին, ովքեր որ պատրաստ չեն լինի կամ չեն ուզենա կամ կունենան այլ մտածելակերպ, իրենք այդ պայքարից հետ կմնան։ Ճանապարհային քարտեզ կլինի, որովհետև մեր նախորդ տարիների դառը փորձերն ու ունեցած տապալումները գալիս են ենթադրելու, որ այստեղ եւ ներգրավված են փորձառու քաղաքական ուժեր եւ նոր քաղաքական ուժեր տարբեր փորձառությունների, ուստի ես կարծում եմ ռացիոնալ ու ճիշտ եզրահանգման կհանգենք նաեւ ճանապարհային քարտեզ ունենալու վերաբերյալ։ Դուք նախ ասացիք, որ այս ամենի եզրահանգումը պետք է լինի հաղթանակը, պայքար կա, այդ խոսույթը հանրությունը, մենք լրագրողներս լսում ենք տարիներ շարունակ, բայց արդյունք որպես այդպեսին չի լինում, ինչն է պատճառը, որ պայքարին փոխարինող այլ խոսույթ դեռ մարդկությունը չի հնարել։ Եթե ուզում ես հասնել ինչ-որ բանի, պիտի պայքարես եւ ընտրես, կներեք, պրպտաս, ընտրես ամենառացիոնալ, ամենաճիշտ լուծումը հաղթանակի հասնելու ուղղությամբ։ Հետեւաբար այս պահին ուղղակի թևաթափ լինել եւ ասել, որ քանի որ նախորդ տարիներին տապալվել է, չի հաջողվել, ինչ որ բաներ նաեւ հաջողվել են, ինչ որ բաներ չեն հաջողվել, պայքարի տարբեր փուլ, տարբեր ժամանակաշրջան ենթադրում ու թելադրում է իր գործիքակազմերը, իր մտածելակերպը ժողովրդի կողմից ունեցած իր վերաբերմունքը։ Չէ, էլի եմ ասում, եթե մենք նախապես Սահմանադրական դատարանի վերաբերյալ ունենք կանխակալ վերաբերմունք, ձեր ասածը լրիվ տրամաբանության մեջ է եւ պտիշկի համար է, բայց չդիմել եւ ասել, քանի որ պտիշկի համար է, կարծում եմ ամենաճիշտ ու ռացիոնալ լուծումը չէ, Փայլակ ջան։